Մեկ տարի առաջ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը, Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները հայտարարեցին խաղաղության գործընթացի պատմական հանգրվանի մասին։ Այսօրվա իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն այդ օրը կոչում է խաղաղության գագաթնաժողով, իսկ ստորագրված համատեղ փաստաթուղթը խաղաղության հռչակագիր։ Բայց ինչ է ստացել Հայաստանը այդ խաղաղության դիմաց, ինչ է ստացել Ադրբեջանը եւ որքանով են այդ ձեռքբերումներն իրականում համարժեք։ Թե Ադրբեջանի ու թե Փաշինյանի իշխանության համար այս ընթացքում հիմնական ձեռքբերումը այսպես կոչված թրիփն է, որը եթե Ադրբեջանի համար ունի գլխավորապես քաղաքական նշանակություն, հետո նաև լոգիստիկ նշանակություն եւ միայն վերջում տնտեսական, ապա Հայաստանի համար սրա միակ նշանակությունը տնտեսական է, ընդ որում սա էլ կասկածելի է, որովհետեւ չկա համապարփակ ուսումնասիրություն, թե ինչպիսի տնտեսական հնարավորություններ կարող է տալ թրիփը Հայաստանի Հանրապետության։ Փաշինյանի ներկայացրած գլխավոր ձեռքբերումը թերևս խաղաղությունն է, սահմանին ռազմական էսկալացիայի բացակայությունը, սակայն օրվա իշխանությունը ոչ պակաս կարևորում է երկու երկրների միջև տնտեսական փոխադարձ կապը։ Կապ, որի արդյունքում Ադրբեջանից 17 միլիոն դոլարի պարբերական ներմուծումների դիմաց Հայաստանից Ադրբեջան է գնացել միանվագ 960 դոլարի ապրանք։ Վարդեր, որ Նիդերլանդներից Ադրբեջան անցան Հայաստանի տարածքով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առավել փոխկապակցվածության օրինակ, քան սովետական միության օրինակներ հնարավոր չի նշել, բայց նույնիսկ այդ պարագայում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը այսպես առավելագույն փոխկապակցվածության մակարդակի էին հասել, նույնիսկ այդ պարագայում հակամարտությունը ջնջեց բոլոր փոխկապակցվածության առաջնահերթությունները։ 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփի նվերը երկու կողմերին թերևս թրիփն էր։ Փաշինյանը հայտարարում է, որ այն վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը եւ Հայաստանը տարածաշրջանային տնտեսական առանցք է դարձնելու։ Թրամփի ուղին օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք թրիփ նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։ Մեկ տարի անց, սակայն, Հայաստանի համար չլուծված են մնում ամենացավոտ հարցերը։ Սահմանազատման գործընթացը կանգ է առել եւ շարունակության մասին ոչ մի խոսք, իսկ Բաքվի բանտում օրեցօր վատանում է հայ գերիների վիճակը։ Այս ֆոնին Փաշինյանն իր ուղերձում նույն հարթության վրա է դնում արցախահայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեման։ Եթե կարելի է տեսականորեն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանին գտնել անալոգ, դա բացառապես Սումգայիթում, Բաքվում Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի հետևանքով Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայերի օրինակն է։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի խնդիրը բացարձակապես այլ խնդիր է, որը աղերս չունի սրանց հետ։ Եվ սրանք նույնացնելը ես կարծում եմ ընդամենը քաղաքական որոշում է եւ կապ չունի թե գիտական, թե մնացած ասպեկտների հետ։ Փաշինյանի այսօրվա ուղերձի ամենավիճահարույց հատվածներից մեկը, սակայն, այլ տեղում է։ Նա հայտարարում է, որ այսօր շատերը նպատակադրված կամ ակամա գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, այդ գործունեությունը երբեմն քողարկելով հայրենասիրական բառապաշարով, սակայն չի նշում կոնկրետ ում մասին է խոսքը։ Քաղաքագետի պնդմամբ, այս ձևակերպմամբ իշխանությունը վտանգավոր կերպով խաղաղությունն ու պատերազմը վերածում է ներքաղաքական ընտրության, այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերի հիմնական մասը խաղաղությանը դեմ չի եղել, այլ վիճարկել է հենց իշխանության առաջարկած խաղաղության տրամաբանությունը։ Գիտեք, այդ մասը երբ կարդում եմ եւ հիմա երբ հարցը հնչեցնում եք, այսպես պատմականորեն տեղափոխվում ենք Ֆրանսիա, երբ վիշիական կառավարությունը Շարլ դե Գոլին հայտարարում էր ազգի թշնամի, պետության դավաճան, ով դեմ է խաղաղությանը, թե հոգեբանական տեսանկյունից, թե մնացյալ առումներով ես տեսնում եմ անալոգ, ով համաձայն չի այս կուրսի հետ, նա թշնամի է, նա դավաճան է, նա դեմ է խաղաղությանը, եւ սա փորձ է խաղալ հասարակության նյարդի հետ, հասարակությանը տրամադրել մեկը մյուսի դեմ։ Փաշինյանը հրապարակեց երկար ուղերձ, խոսելով խաղաղության, գերիների, Հայաստանի պատմական ձեռքբերումների եւ թրիփի մասին։ Իլհամ Ալիևը առհասարակ ուղերձ չհրապարակեց։ Փոխարենը Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրեց Փաշինյանի հետ նրա հեռախոսազրույցի մասին։ Զրույցի շեշտադրումները նկատելիորեն տարբերվում են նրանից, ինչ ասվել էր Փաշինյանի ուղերձում։ Զանգի ընթացքում խոսք չի եղել գերիների մասին։
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախնական նախաստորագրման վերաբերյալ։ Կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքից Հայաստան եւ Հայաստանից այլ ուղղություններով։ Փաշինյանը ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության ոչինչ չի խոսել նաև իր ձևակերպմամբ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ Արևմտյան Ադրբեջանի եւ արցախահայերի վերադարձի թեմաները բացառելու վերաբերյալ։ Այսպիսով, մեկ տարի անց Հայաստանի իշխանությունը խաղաղություն ասելով դիտարկում է այն, որ սահմանին կրակոցներ չեն լսվել, բայց խաղաղության դիմաց բացակայում են առավել կենսական հարցեր։ Չկա վերջնականապես վավերացված խաղաղության համաձայնագիր, չկա լուծված գերիների հարց, չկա ավարտված սահմանազատում։ Փոխարենը կա թրիփը, կա Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեման։ Ուստի օգոստոսի 8-ի մեկամյակի գլխավոր հարցն այն չէ, խաղաղություն է թե պատերազմ։ Հարցն ավելի խորն է. ինչպիսի խաղաղություն ենք մենք կառուցում, ինչ գին ենք վճարում դրա համար եւ ինչ ենք ստանում դրա դիմաց։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։